Ողջույն, ես Դանին եմ։ Շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Անկախ նրանից առաջին անգամ եք կազմում ձեր անհատական ծրագրի պլանը, թե թարմացնում եք այն, երբեմն ամեն ինչ կարող է բարդ թվալ։ Դրա համար այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչ սպասել եւ ինչպես պատրաստվել։ Եկեք վերադառնանք Սթիվենի IPP հանդիպմանը, որտեղ նախնական պլանավորումն իրեն արդարացրեց եւ որի հիմքում նրա որոշումն էր։ Տեսնենք, թե ինչպես է Սթիվենը հասնում այս կարևոր քայլին։ Նա արդեն եկել է։ Ահա եւ նա չեմպիոն։ Բարի առավոտ հարգելիներս, ես Վինի Մանկուսոն եմ, Սթիվենի նոր սպասարկման համակարգողն եմ չափահասների խմբում եւ ես այստեղ եմ, որ ուղղորդեմ IPP-ի հարցում։ Շատ լավ, դե եկեք սկսենք։ Սթիվեն, դու հարցեր ունես։ Դա ինչ է։ Օ, սա փեքս տախտակ է։ Ես սա օգտագործում եմ այն մարդկանց համար, ովքեր չեն խոսում։ Սա այսօրվա մեկ այլ IPP հանդիպման համար է։ Օ, քանի մարդու եք աջակցում։ 60-ից ավելի, որոնք ունեն անհատական կարիքներ կամ նպատակներ, դրա համար տալիս ենք IPP ուղեցույց, որպեսզի կարողանաք որոշել։ Հնարավորություն ունեցաք այն լրացնել։ Այո, ամեն ինչ լրացրել ենք։ Շատ լավ, հիանալի է։ Այո, բայց Ընտիր խաղային պլան է Մանկուսո։ Տեսար Սթիվենի անկյունը։ Դա մեր գարաժն է։ Հա, Սթիվենի համար կատարյալ բնակարան կհարմարեցնենք։ Խաղային էկրանով եւ սառնարանով։ Չէ, չեմպիոն։ այո, բայց Եվ նա նոր աշխատանք է սկսում։ Օ, Սթիվեն, պատմիր աշխատանքի մասին։ ես այո, բայց Նա պատրաստվում է աշխատել լանդշաֆտային ընկերությունում։ ես չեմ ուզում լանդշաֆտ անել։ Հեյ, ուր ես գնում չեմպիոն։ Գուցե նրան հանգիստ է պետք։ Գուցե ես խոսեմ նրա հետ։ Սիրելիս, հապանայիր։ Հա, դու ես օգնել լրացնել։ Ոչ, երևի ինքն է լրացրել։ Ուզում եմ ապրել տանը, որը իմ ծնողների տունը չէ, բայց ոչ միայնակ եւ մոտ քաղաքին։ Ես սիրում եմ սպորտ։ Իդեպ, դպրոցում հայրիկիս ֆուտբոլի թիմի մենեջերն էի, բայց ես բեյսբոլ եմ սիրում։ Ես հիասթափեցրել եմ որդուս։ Եթե նա չի ուզում ապրել մեզ հետ, չի նշանակում, որ հիասթափեցրել ենք։ Դա չէ։ Բեյսբոլ։ Լսիր, Սքոթ։ Մենք այնքան ենք սովորել ամեն ինչ անել Սթիվենի համար, որ չենք նկատել, նա մեծացել է։ Հիմա պարզ է, թե ինչու փախավ դաշտից։ Բայց նա իսկապես պատրաստ է տնից հեռու ապրելու։ Չգիտեմ, կարծում եմ, որ չենք իմանա, մինչև նա չփորձի։ Դե, մոռանանք Սթիվենի անկյունը։ Դե, սիրելիս, լավ ես։ Մամ, հայրիկ, գիտեմ, որ դուք լավն եք ուզում, ու ես սիրում եմ ձեզ, բայց Դու կարող ես։ ես ինքս եմ լրացրել տետրը։ Ես ձեզ չեմ ասել, որովհետև չէի ուզում ցավ պատճառել։ Գիտենք, այն ընկել էր։ Լավ, չեմպիոն։ Ցույց տուր քո ծրագրերը։ Դուք բարկացած չեք։ Իհարկե ոչ, սիրելիս։ Սա քո պլանն է եւ քո կյանքը։ Եկեք այստեղ։ Շատ լավ, Սթիվեն, որտեղից ենք սկսում։ Գուցե բնակարանից։ Շատ լավ։ Շրջանային կենտրոնն օգնում է ուսումնասիրել բնակարանների ձեր տարբերակները։ Կարող եք ապրել հաշմանդամություն ունեցող, չունեցող մարդկանց հետ կամ նույնիսկ մենակ։ Ես կցանկանայի ունենալ իմ սեփական տունը։ Հիշիր, Սթիվեն, դու չես սիրում մենակ լինել։ Ես հասկացա։ Իսկ որտեղ դու քեզ միայնակ չես զգում։ Դե, ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ընկերների հետ, Մայայի եւ Դեքսթերի։ Մայան եւ Դեքսթերը, կարծեմ նրանք ապրում են Սանի Օուքսում։ Մարդիկ, ովքեր ծառայություններ են ստանում այնտեղ, Սանի Օուքսը դարձրել են իրենց տունը։ Նրանք այնտեղ են ապրում։ Կարող եմ ես էլ այնտեղ ապրել։ Թույլ տուր ճշտեմ։ Ազատ տեղեր կան արդյոք այնտեղ։ Դա հիանալի է, ընկեր։ Գրիր դա։ Մանկուսո, ինչքան է այդպիսի տեղի ամսավճարը։ Հիմա ասեմ, Սթիվենի SSI-ը ծածկում է ծախսերի մեծ մասը, իսկ կենտրոնը հոգում է մնացած մասը։ Արդյունքում ոչ մի ծախս։ Ինչ կասես, սիրելիս։ Իսկական պլան է։ Այսինքն, իսկական անհատական ծրագրային պլան։ Ճիշտ այդպես։ Հաջորդը աշխատանք։ Ոչ մի լանդշաֆտ, ճիշտ է։ Ճիշտ է։ Այսօր Սթիվենը բարձրաձայնեց այն, ինչ իրեն պետք էր։ Սթիվենի ծնողների աջակցությամբ Վինին կարողացավ որոշիչ հարցեր բարձրացնել, ինչը շատ կարևոր էր Սթիվենի IPP-ի համար։ Քո IPP-ն շարունակական անձնակենտրոն գործընթաց է։ Այն արժևորում է քո եւ քո աջակցության շրջանակին ներդրումը, բայց վերջնական պլանը պետք է արտացոլի քո նպատակները։ Քեզ օգնող թիմը ձգտում է ամբողջովին կենտրոնանալ անձի վրա, եւ այդ անձը հենց
Դու ես։